Բահրամաբերդը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում։ Բահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավոնու։ Գյուղը գտնվում է Ախուրյանի ձախ ափին, ծովի մակարդակից 1650 մետր բարձրության վրա։ Բնական լանդշաֆտներն են լեռնատափաստանները, որոնք հիմնականում ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով, ունի պեմզայի և տուֆի պաշարներ։ Բահրամաբերդից հարավ-արևմուտք ձորամիջում գտնվում է Մարմաշենի վանքը։ Մարմաշենի վանք վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից 2 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին։ Մարմաշեն վանական համալիրը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի զարգացած հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը։ Կառուցվել է Վահրամ Պահլավոնու օրոք, 10-րդ դարի կառույց է։ Քանի որ Մարմաշենը եղել է պահլավոնիների տոհմային հանգստարանը, վանական համալիրը մեծապես հովանավորվել է նրանց կողմից։ Մարմաշեն վանական համալիրի անվան հետ կապված տարբերակները շատ են։ Ալիշան իր Շիրակ աշխատության մեջ գրում է, որ վանական համալիրը իր անունը ստացել է ճարտարապետի անունից, իսկ Նիկողոսյանը կարծում է, որ համալիրը կրում է սրբի անուն։ Մարմաշենի վանք վանական համալիրի մասին առաջին վկայությունները արել է պատմիչ Ստեփանոս Ասողիկը 11-րդ դարում։ Ըստ այդ վկայության, Մարմաշենը կառուցել է Գրիգոր Պահլավոնու որդին՝ Վահրամ Պահլավոնին 965-ից 1045 թվականներ, վկայելով այն մասին, որ վանական համալիրը եղել է 10-րդ դարի կառույց։ Մարմաշեն վանական համալիրի մասին իրենց աշխատություններում հիշատակել են մի շարք պատմիչներ։ Սամվել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին։ Մարմաշենի վանք վանական համալիրը ի սկզբանե կազմված է եղել երկու խումբ վանքերից՝ մեծ և վերին, որոնք միավորել են Գրիգոր արքիեպիսկոպոսի և Խարիբ մագիստրոսի ջանքերով։ Վանական համալիրի կառուցումն ընդհանուր տևել է 41 տարի՝ 988-ից 1029 թվականներ։ Մեծ վանքը շրջապատված է եղել պարսպապատով և իր մեջ ներառել է 4 եկեղեցի՝ Գավիթ ժամատուն, Զանգակատուն։ Վերին վանքը գտնվում է մեծ վանքից 200 մետր դեպի հյուսիս գտնվող բլրակի վրա, ինչի շնորհիվ էլ ստացել է իր անվանումը։ Մեծ վանքի հատվածի գլխավոր եկեղեցին կոչվում է Կաթողիկե եկեղեցի, որը համալիրի գլխավոր և ամենամեծ եկեղեցին է։ Համալիրի բոլոր շինությունները կառուցված են մեծ մինչև 2 մետր բարձրություն ունեցող տուֆ քարերից, ներսից ավանդատները աստիճաններով միանում են բեմին։ Եկեղեցին ունի ճոխ արտաքին զարդարանք, որն առավել ընդգծուն են դարձնում հարավային, արևելյան, հյուսիսային պատերի երկուական խորշերը։ Արտաքին զարդարանքում առանձնակի տեղ ունի 12 նիստերից բաղկացած թմբուկը, որի վեղարը ունի հովանոցի ձև։ Ընդհանուր ճարտարապետական հորինվածքով Մարմաշեն վանական համալիրի կաթողիկե եկեղեցին նմանեցնում են Անիի Մայր տաճարին։ Վանական համալիրի եկեղեցիները։ Կաթողիկե եկեղեցուց 2 մետր դեպի հյուսիս գտնվում է համալիրի մյուս եկեղեցին, որից պահպանվել են միայն հարավային և արևելյան պատերը, իսկ տանիքից միայն որոշ հատված։ Չնայած այս եկեղեցին ավելի փոքր է, սակայն ճարտարապետական ձեռագրով և հորինվածքով կրկնում է կաթողիկե եկեղեցուն։ Մյուս եկեղեցին կանգուն վիճակում է, գտնվում է Կաթողիկե եկեղեցուց 11 մետր դեպի հարավ։ Այն չնայած մոտ է տեղակայված նախորդ երկու եկեղեցիներին, սակայն ճարտարապետությամբ էապես տարբերվում է նրանցից։ Այն ունի առավել զուսպ հավաքական տեսք։ Չորրորդ եկեղեցին նույնպես տարբերվում է համալիրի մյուս եկեղեցիներից։ Այն արտաքինից ունի կլորավուն հորինվածք, իսկ ներսից խաչաձև է։